5 օրից 19 քաղաքական ուժ արդեն պաշտոնապես կսկսի ընտրական պայքարը այս շենքի առնվազն 101 կարմիր աթոռների համար։ Հիմնական պայքարն իհարկե խորհրդարանի դահլիճի այս հատվածի համար է, այստեղ կառավարության անդամներն են նստում։ Կառավարություն ձևավորելու Հայաստանի Հանրապետությունը առաջիկա 5 տարիներին ղեկավարելու համար պայքարող 19 ուժերի շարքում 1-2 ամսական կուսակցություններից մինչև 136 տարեկան ուժեր են։ Պատգամավորական մանդատի համար ընտրապայքար մտնելու հայտ է ներկայացրել 2128 թեկնածու, այդ թվում գիտնականներ, խոշոր գործարարներ, տարբեր համակարգերի նախկին ու ներկա աշխատակիցներ, հայկական երկու պետություններ ղեկավարած գործիչներ, գործազուրկներ ու նույնիսկ Քենիայի նախկին փոխոստիկանապետը։ Ապրիլի 23-ին է հայտնի դարձել, որ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Ամենամեծ ընտրական ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել են քաղաքացիական պայմանագիրը 293 թեկնածու, Հայաստան դաշինքը 217 թեկնածու, Ուժեղ Հայաստան դաշինքը 202 թեկնածու, Բարգավաճ Հայաստանը 107 թեկնածու։ 19 քաղաքական ուժերին այսօր է գրանցել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, վիճակահանությամբ բաշխվել են քվեաթերթիկներում ուժերի համարները։ Հունիսի 7-ին ընտրողը առաջինը տեսնելու է ռեֆորմիստների կուսակցության քվեաթերթիկը, այս ուժի վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։ 10 տարեկան կուսակցությունը առաջին անգամ է մասնակցում համապետական ընտրությունների։ Համար 2 քվեաթերթիկում այս տարվա մարտին ստեղծված բոլորին դեմ եմ կուսակցությունն է։ Այս ուժը ցանկանում է իշխանության գալ ընդամենը 100 օրով, փոխել ընտրական օրենսգիրքն ու հեռանալ։ Ընտրական ցուցակը գլխավորում է Սպարտակ Գյուրեղյանը։ Երրորդ քվեաթերթիկին բարերար գործարար Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան դաշինքն է, որի կազմում Ուժեղ Հայաստան, Նոր դարաշրջան եւ Միավորված հայեր կուսակցություններն են։ Ցուցակում առաջինը բարերարի եղբորորդու Նարեկ Կարապետյանի անունն է։ Չորրորդ քվեաթերթիկում ընտրողը կարդալու է Հայաստանի շնորհապետական կուսակցություն անունը։ 2024-ին ստեղծված այս ուժը առաջին անգամ է ընտրության մասնակցում։ Շնորհապետականի վարչապետի տեխնացու Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ ԵԱԹՄ-ին դադարեցնելու ծրագրի մասին։ 5-րդ համարը Երևանի նախկին քաղաքապետ Դերասան Հայկ Մարությանի նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունն է։ Թեև այս անունով ուժն առաջին անգամ է մասնակցում ընտրությունների, բայց Մարությանը 2018-ին Երևանի ավականու ընտրություններին է մասնակցել Իմ քայլը դաշինքով դարձել քաղաքապետ։ Նրան անվստահություն հայտնելուց հետո Երևանի ավականու հաջորդ ընտրությունները 2023-ին են եղել։ Դրանց Մարությանը մասնակցել է ազգային առաջընթաց կուսակցությունով։ 6-րդ քվեաթերթիկում Միասնության թևեր կուսակցությունն է։ Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է կես տարի առաջ ստեղծված ուժի ընտրական ցուցակի առաջին համարը։ 7-րդ քվեաթերթիկի վրա Բարգավաճ Հայաստան կուսակցության անունը կլինի։ Ազգային ժողովի նախկին падգամավոր գործարար Գագիկ Ծառուկյանն է իր կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, չնայած Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում։ 8-րդ քվեաթերթիկում ազգային ժողովրդավարական բևեռն է։ 2020-ից գործող նույն անուն շարժումը 2021-ին է դարձել կուսակցություն, մասնակցել այդ տարվա ընտրություններին, ստացել 1.5% ձայն։ 9-րդ համարը այս ընտրապայքարի նորելուկն է։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կանունով ընդամենը 2 ամիս առաջ գրանցված կուսակցություն է։ Քոչարիի վարչապետի տեխնացուն Արտակ Սարգսյանն է, նա ներկայանում է Քենիայի նախկին փոխոստիկանապետ։ 10-րդ համարով ընտրություններին կմասնակցի Հայ ազգային կոնգրես կուսակցությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցության վարչապետի տեխնացուն Լևոն Զուրաբյանն է։ ՀԱԿ-ը հիմնադրումից հետո մասնակցել է բոլոր համապետական ընտրություններին, անցողիկ շեմը հաղթահարել միայն 2012-ին։ 11-րդ քվեաթերթիկում Հանրապետություն կուսակցությունն է։ Արամ Զավենի Սարգսյանի 2001-ից գործող կուսակցությունը առաջին համապետական ընտրություններին մասնակցել է 2007-ին, չի անցել խորհրդարան։ 2017-ին եղել է 9 մանդատ ստացած Ելք դաշինքի կազմում։ Ազգային ժողովի հաջորդ 2 ընտրություններում 2018-ին եւ 2021-ին չի հաղթահարել անցողիկ շեմը։ 12-րդ քվեաթերթիկում Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է, վարչապետի տեխնացուն Լևոն Շիրինյանը։ Շիրինյանը մասնակցել է 2021-ի ընտրություններին Շիրինյան Բաբաջանյան դաշինքով, չի անցել խորհրդարան։ 13-րդ համարը Ալյանս կուսակցությունն է։ Այս ուժը վարչապետի տեխնացու ներկայացրել էր Տիգրան Ուրիխանյանին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է ուժը Ուրիխանյանի տեխնացությունը ոչ պակասող փաստաթղթերի պատճառով։
14-րդ քվեաթերթիկում ժողովրդավարական համախմբում կուսակցությունն է 2021-ից գործող կուսակցությունը առաջին անգամ է ընտրությունների մասնակցում։ Վարչապետի տեխնացու Սուրեն Պետրոսյանը հայտնի է Սրբազան պայքար անունը ստացած շարժումից 2024-ի հունիսի 12-ին ազգային ժողովի մոտ լուսաձայնային նռնակների պայթյուններից հետո Սուրեն Պետրոսյանը լքեց, թե հեռացվեց պայքարի շարքերից, հայտնի չէ։ 15-րդ համարը դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունն է։ Այս ուժը վարչապետի տեխնացու ներկայացրել էր նախկին ոստիկան Միացյալ Նահանգներում բանտարկված Վարդան Ղուկասյանին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաղաքական ուժը գրանցվել է, Ղուկասյանի տեխնացությունը ոչ, փաստաթղթեր են պակասել։ 16-րդ քվեաթերթիկում իշխող քաղաքացիական պայմանագիրն է։ Այս ուժը երրորդ անգամ վարչապետի տեխնացու է ներկայացնում Նիկոլ Փաշինյանին։ 17-րդ քվեաթերթիկում Հայաստան դաշինքն է, որի կազմում են ՀՅԴ եւ Առաջ կուսակցությունները։ Ցուցակի առաջին համարը Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Հայաստան դաշինքը գործող խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժն է։ 18-րդ քվեաթերթիկում Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունն է։ Ցուցակի առաջին համարը լրագրող Արման Բաբաջանյանը։ Նա 2018-ին падգամավոր է ընտրվել Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով։ 2021-ին եւս մասնակցել է ընտրություններին Շիրինյան Բաբաջանյան դաշինքով, չհաղթահարելով անցողիկ շեմը։ Վերջին 19-րդ քվեաթերթիկում Լուսավոր Հայաստան կուսակցությունն է։ Վարչապետի տեխնացուն Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանը 2018 եւ 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին նույնպես գլխավորել է այս կուսակցության ընտրական ցուցակները։ 2018-ի ընտրություններին 18 մանդատ ստացած Լուսավոր Հայաստանը 2021-ին անցողիկ շեմը չի հաղթահարել, հավաքելով 1%-ից մի փոքր ավելի ձայն։ Այս բոլոր ուժերը 2,489,031 ընտրողի քվեի համար են պայքարում։ Մեր երկրի այդքան քաղաքացի ընտրելու իրավունք ունի հունիսի 7-ին։ Ընտրողներին համոզելու համար 4 շաբաթ ունեն քաղաքական ուժերը։ Մայիսի 8-ին մեկնարկող քարոզարշավը կավարտվի հունիսի 5-ին։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր, Կիրակի։